Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուրքիասյանի հետ։ Ողջույն պարոն Սուրքիասյան։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարում եւ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Փաշինյանի այս վերջին ձևակերպումը խաղաղության հետ կապված, կարծում եմ բոլորին ծանոթ է արդեն, բոլորը ծանոթացել են, ինչ է ասում Փաշինյանը ԵԽԽՎ ելույթում նա ասել է. մեր նորածին խաղաղությունը այսօր 1 ամիս, այդ օրը, երբ որ նա ելույթ ուներ 22 օրական է, եւ սիրով, զգուշությամբ պետք է խնամենք այդ խաղաղությունը, որ մեծանա, հասունանա եւ ուժեղանա։ Զուգահեռաբար մենք տեսնում ենք, որ Ալիևը Հայաստանի դեմ պատերազմը տեղափոխում է միջազգային բարձր ամբիոններ, մասնավորապես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում նա շարունակում է Հայաստանին մեղադրել եւ անվանել իր մեղադրանքները Հայաստանի Հանրապետության հանդեպ շարունակում է Հայաստանին ներկայացնում որպես օկուպանտ, որպես ագրեսոր եւ իրողությունը ներկայացնում է այնպես, կարծես թե պատերազմը Հայաստանն է սանձազերծել։ Փաշինյանը միայն հակադարձել է Զանգեզուրի միջանցք ձևակերպման օգտագործմանը եւ նա այսպիսի ձևակերպումով է դա այսպես գնահատել Փաշինյանը, նա ասում է, սա կոպտագույն խախտում է ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքի խախտում է փաստորեն, կոպտագույն խախտում է։ Ինչ է կատարվում մի կողմից Փաշինյանը ասում է խաղաղությունը պետք է խնամենք, նա մեկ ամսական է, երկրորդ կողմից ներկայացրեցի, որ Ալիևը եւ Փաշինյանը արդեն բարձր ամբիոններից իրար մեղադրում են մեկը պատերազմի մեջ, մյուսը խախտելու մեջ սկզբունքները, այն ինչի մասին նրանք եկել են համաձայնության օգոստոսի 8-ին։ Ուրախ վարչապետի ձևակերպումները նկարագրական, թողնենք մի կողմ, դուք էլ կարող ուրիշ ձև ներկայացնել այդ խաղաղությունը։ Հիմա մեր եւ Ադրբեջանի մեջ ինչ է կատարում։ 5 տարի է այդ պետությունը մեր ներվերը ուտում է, մի հատ շատ իրեն հարմար դաշնակցի հետ, որն է Ռուսաստանը։ 5 տարի է հայության հոգիները քրքրում են, հայությունն էլ մի հատված իհարկե, քանի որ մազոխիզմի հակում ունի, դրանց թեզերը վերցնում է, դրանց թեզերով կառուցում է ինքը իր մտածողությունը, իր պետության քաղաքականությունը եւ ինքը իր պետության կյանքը մխտերում է, բայց նայենք ինչ ունենք ընդհանրապես, կա դիսկուրս վատթարագույն Ադրբեջանի կողմից չի ուզում հայության ընկալմամբ պատերազմ է հրահրում, բայց դրա կողքը կա զուգահեռ իրողություններ։ Դիսկուրսի մակարդակով ամեն ինչ ողբերգական է, իրողությունները խոսում են լրիվ ուրիշ բանի մասին։ Մենք պետք է նայենք ինչպես ենք մենք հասել այսօրվան, մենք պետք է սրան հասնենք, թե չէ։ Որտեվ երբեմն մեր վերլուծությունները հիմքից կտրված են, եւ դա լավ չի։ Բոլոր հաշվարկներով, այն աղետը, որ իրենք բերել են մեր գլխին 44 օրյա պատերազմում, մեր ռուսասեր հայության մի հատվածի աջակցությամբ, բոլոր հաշվարկներով այս պետությունը պետք է չլիներ։ Եվ իրենք ինչ են ուզել ժամանակին մեզնից տարածել են մտել, այս պետք է տակ, այն պետք է տակ, այն պետք է տակ, եւ շատ ուրիշ բաներ, հեղաշրջում պետք է անենք, այս պետք է անենք։ Բայց ինքը ինչ է արել այս ընթացքում եւ Հայաստանի Հանրապետությունը ինչ է արել։ Հայաստանի Հանրապետությունը իրեն մի քիչ կարգ է բերել Եվրոմիության դիտորդներ, Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության մեջ է մտել, Ֆրանսիայի ճարել բերել, Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական համագործակցության մեջ է մտել, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության փաստաթղթեր է ստորագրել, Ադրբեջանին են ստիպել գալ բանակցելու, որ ինքը չի ուզել, որտեղ այդ պետությունը բացի այն, որ չի ուզում, նաև ոչռային գործարքի մեջ է Ռուսաստանի հետ, նաև պարտավորություն ունի չուզելու, բայց բանակցել վերջացրել է խաղաղության պայմանագիրը ԱՄՆ-ում չուզելով իհարկե, բայց աշխարհի գերտերության նախագահի առջև խոստացել է, որ ինքը խաղաղվելու է եւ ստորագրել է համաձայնագիր։ Հիմա բայց կողքը կա զառոց, այս չեմ անելու, այն չեմ անելու, այն չեմ անելու։ Դեպի պետք է նայենք ինքը ինչ է ասում, մենք ինչ ենք ասում։ Մենք պետք է նայենք մեր շահերը որոնք են։ Հիմա գիտեք ոնց է, մենք բնավորություն ունենք, ասենք
Թուրքիան չի ուզում դի հարաբերություն չհաստատել, Ադրբեջանը չի ուզում պետք է իր հետ չաշխատել եւ այլ, սա վատ մտածողություն է, մեր մտածողությունը օբյեկտիվ իդեալիզմի վրա է, խիստ դետերմինացված է, սրանից է բխում մեր գործողությունը։ Ես մեզ առաջարկում եմ այդ օբյեկտիվ իդեալիզմի կողքը կա սուբյեկտիվ իդեալիզմ։ Դու ինչ անես, որ այդ իրադարձությունը փոխես, որտեվ մենք ինչ ենք անում, նաև մեր աշխարհագրությունն էլ չէ, կա աշխարհագրական դետերմինիզմով ենք մտածում, մեր աշխարհագրությունը վատն է, վեճ դու մեռար, կա հանձնվենք սրան կամ նրան, բայց դու ինչ ես անում, որ դա փոխվի, կա սուբյեկտիվ իդեալիզմ գլխավոր դերակատարը մարդն է, օրինակ Երի թուրքերի ղեկավարները բոլորը նստել են ժամանակին գերմը ֆրանսիական համալսարաններում Օգյուստ Կոնտի սուբյեկտիվ իդեալիզմի փիլիսոփայության դասախոսություններին։ Եկել են մեզ մորթել գնացել են։ Այսինքն բայց մեր մտածողությունը լավը չի, այս մեկով պայմանավորել։ Ճիշտ է, ամեն ինչ վատ է։ Ենթադրենք Թուրքիան վատ է, Ադրբեջանը վատ է, Թուրքիան չի ուզում հարաբերություն, Ադրբեջանը չի, բայց մենք շարունակել ենք ապրել, թե չէ։ Սրանք իրենց թեզերն են։ Բայց իսկ վարչապետի ներկայացած ինչ է, դա Հայաստանի դիրքորոշումն է, Հայաստանի պետական շահերի պաշտպանությունն է, գործընթացը միջազգային հանրությանը առավել շատ ներկայացնելն է, բայց նաև ես ձեզ ասեմ, այստեղ կշիռների հարց կա, որն է կարևոր այդ զեկույցը, Ադրբեջանի նախագահի զառոցները այդտեղ, թե ԱՄՆ-ում ստորագրած փաստաթուղթը, որն է կարևոր։ Այսինքն այստեղ կարևորության աստիճանի հարց էլ կա։ Այն ԱՄՆ-ում ստորագրած փաստաթուղթը շատ ավելի կարևոր է, քան սա։ Իհարկե հիմա էլ տենց քննադատական բաներ կան, այս ԱՄՆ-ում ստորագրած փաստաթղթի հետ կապված։ Սա մեր բնավորությունն է, գիտեք ոնց է, Հայաստանում ընդդիմադիրության մշակույթը դիսիդենտության վրա է, անպայմանորեն հակառակով պետք է խոսեմ, որ տնեցիները ինձ ասեն, որ ես ընդդիմադիր եմ։ Սա լավ բան չի։ Մեր քննադատական մտածողությունը մազոխիզմի վրա է, անպայմանորեն հակառակում է, որ ես լինեմ ընդդիմադիր։ Սա լավ բան չի։ Հակառակով անընդհատ բան անել։ Նայեք, ԱՄՆ-ում ստորագրած փաստաթուղթ ունենք, չէ։ Իհարկե, հիմա այստեղ տեսեք Հայաստանը աշխարհի գերտերությանը հրավիրել է Հայաստան, չէ, որ հայության երազների մեջ երբեք չի եղել։ Առաջին հանրապետությունից էլ չի եղել։ Չի եղել։ Մենք ԱՄՆ-ի հետ երբեք իրավապայմանագրային իմաստով հարաբերություն չենք ունեցել։ Վիլսոնը ինչ որ արել է մարդասիրական իմաստով, բայց մենք այսպիսի միջպետական պայմանագրեր չենք ունեցել։ Բայց տեսեք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունները, բայց տեսեք Հայաստանի ԿԳԲ-ի ամերիկամետները ինչ են ասում։ Ասում են դե բողոքում են մարդիկ։ Եվ երևի ԿԳԲ-ից ասել են, ասեք սա Հայաստան-Ամերիկա չի, սա Թրամփն է արել։ Շարը գցեք Թրամփի վրա, հետո Թրամփի կվարկաբեկեք, գործընթացը կջրեք, կգնա։ Սա Թրամփով չի է։ Հիմա բայց հանկարծ մեկը ինչ չզանգի ասի, ես Թրամփին լավ ճանաչում եմ, Թրամփը կասես մարդը չի։ Մենք Թրամփով կամ որևէ մեկով չենք վերլուծում։ Մենք վերլուծում ենք պատմագիտական մտքով, պետությունների ստրատեգիական մտքի հիման վրա, տեսական գիտելիքի հիման վրա, ոչ թե ինչ-որ մեկի ցանկություններով։ Հիմա այս պետությունը Ամերիկա է բերել այստեղ, Եվրոմիության դիտորդներ կա, չէ՞։ Հիմա ես եմ հասկանալ, այստեղ Ադրբեջանի դիսկուրսն է կարևոր, թե իրողությունները։ Այդ դիսկուրսը ճիշտ է, սրանք մեր հոգին քրքրող դիսկուրսներ են։ Սա վատ է, սա հոգեբանորեն շատ է ազդում մեր վրա, բայց մենք ունենք զուգահեռ իրողություններ, չէ՞։ Այս մարդը ստորագրել է շատ բաներ, հետապես ինչ ասեմ, սրանք նաև հոգեբանական տեղեկատվական պայքարի գրոհ է։ Մենք մի քիչ հուզական ենք։ Մեր հուզերի վրա շատ է ազդում սա, բայց սա կարծում եմ գլխավորապես հոգեբանական պատերազմի տեխնոլոգիա եւ ոչ ավելին է սպայ։ Շնորհակալ եմ։ Տեսական առումով, տեսության տեսակետից, այո, կարծես թե ամեն ինչ, ոչ թե կարծես թե հաստատ դուք ճիշտ եք, քանի որ նաեւ ձեր մասնագիտությունն է այս ամենի ուսումնասիրության ուսումնասիրում է այս ամենը։ Դուք քաղաքագետ եք մասնագիտությամբ, ճիշտ է։ Տեսականորեն այո ճիշտ եք։ Եթե գործնականորեն տեսնենք, դուք ասում եք մենք նկարագրելով, եթե ճիշտ հասկացա, խռովկան քաղաքականություն ենք վարում։ Այս ինչը մեզ հետ չի ուզում, ասենք դուք կարծեմ այդ օրինակը բերեցիք։ Թուրքիան մեզ հետ չի ուզում, մենք հարաբերություններն մենք չենք ունենում։ Եթե ես ճիշտ հասկացա, խռովկան քաղաքականությանը պետք է հակադրել հաշվարկված, շահերը հաշվի առած քաղաքականություն։ Սա զինվելով այս գիտելիքով մենք հիմա փորձում ենք գործնականում։ Ինչ է կարող անել Հայաստանը այս երկակի
իրավիճակում, երբ որ այո, Ալիևը մի կողմից Թրամփի ներկայությամբ ստորագրել է այդ հուշագիր էր, ինչ էր նախաստորագրությունը խաղաղության եւ եռակողմ այդ ինչ որ բան ամսի 8-ին որ ստորագրել էին, եւ մյուս կողմից նա շարունակում է գրոհել պատերազմական գործողություններ, ես այդպես գնահատեցի, եթե դեմ եք, ուրեմն շտկում եք, գործողություններ Հայաստանի դեմ։ Այս երկակի պահվածքը իրար դիսոնանս առաջացնող մեր տեսակետից պահվածքը, ինչպես կարելի է քանդել, ինչ պետք է անի Հայաստանը այս դեպքում, եւ կոնկրետ այդ ձեր մատնանշած, եթե Թուրքիան չի ուզում Հայաստանի հետ ոչ թե մենք պետք է շրջվենք, այլ պետք է աշխատենք, ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի Թուրքիայի նման պետության հետ ժամ առաջ հարաբերությունները կարգավորի։ Սկսենք Ադրբեջանից։ Դուք ճիշտ եք, դիսկուրսի եւ պրակտիկայի մեջ խզում կա, բայց այստեղ պինանք ո՞րն է գլխավոր պրակտիկան, թե իրենց խոսույթը։ Ձեր ասածը 2 տարի է կա։ Հիմա ստուգ ենք ձեր ասածը մեր պրակտիկա, գնանք 2 տարվա պատմական անալոգիայով գանք։ Այդ ինչ որ ասում ենք 2 տարի է կա, ինքը չի ուզում էս պատերազմը, մեզ են վերցնելու էս իմն է, Միջանցք եւ այլն։ Ինքը մեր Հայաստանը ինչ արել է ընթացքում, համառորեն, դժվար, վերքոտ, հազար ու մի խնդիրներով շարունակել է համառորեն աշխատել եւ կարողացել է այս պետությանը ինքը 2 տարի է զառում է չեմ ուզում, բայց ինքը 2 տարվա մեջ այս այդ խաղաղության համաձայնագիր է ստորագրել, նախաստորագրել, ինքը ընդունել է Ալմատիի հռչակագիրը, որ հայ ժողովուրդը մի հատ գիգանտ ունի, այն գլխից վրան գրած է որպես Հայաստանի հիմնադիր նախագահ, որ ինքն է ստորագրել, որ մեր ծապուն չի հանում։ Այսքան մարդկային բան չկա մեջն։ Ինք դու ես ստորագրել, էլի։ Մի անգամ նստի բացատրի ինչ է դա, էլի։ Մի անգամ։ Ասենք ենթադրենք թույն ու թարախ եք շնչում, մարդ չեք, հակապետական եք ձեր, բայց ձեր ժողովրդի հանդեպ այսքան խղճահարություն չունենք, թող բացատրի, մարդիկ ասում են Ալմատայով է, չէ՞ տարածքային ամբողջականությունները, քարտեզները, չէ՞։ Հիմա 2 տարի քննադատություն կա, չէ՞ Ալմատի։ Թող նստի բացատրեր, այդ Ալմատին ինչ է։ Բայց չէ ինքը չի ան, որտեվ ինքը Հայաստանի հետ չի այդ մարդը։ Այստեղ մենակ ու Ալիևը չի։ Հայաստանի ինչ հեղափոխական անցյալը Ալիևի հետ է։ Հայաստանի դեմ։ Իրար դեմ են, իրար հոշոտել են աշակերտներով, մեկը երկու հատ աշակերտ է բերել։ Իրար հետ չունեն, բայց իրենք բոլորը հավաքականորեն Հայաստանի դեմ են։ Հիմա Հայաստանը այս բոլոր ազիմուտերով աշխատել է, չէ՞, եւ շարունակում է աշխատել համառորեն։ Բերել հասրել է այս մարդուն ԱՄՆ ստիպել է ստորագրել, որ այս մարդը ԱՄՆ չէր ուզում գալ։ Այսինքն սա իր դիսկուրսն է, բայց տակը կա իր արածները։ Հետևաբար մենք աշխատենք սրանով։ Լավ կլիներ, որ մեր ուժն էլ տեղը լիներ, մեր դաշնակիցների, մեր պետության հավաքական պոտենցիալը այնպեսին լիներ, որ մենք ուրիշ բան անենք։ Բայց մենք լինենք օբյեկտիվ։ Այսա լավ չի։ Մենք օբյեկտիվ իրականությունից շատ փախնում ենք։ Երբեմն մեր պորոտախոսությունները մեզ խանգարում են։ Թե ուժները ստեղ լիներ, ոչ թե իրար կնստենք կոմունիկացիաների մասին կխոսենք, կմտնենք Նախիջևանը կվերցնենք, կպաստենք, ոչ էլ ինքը վաղը մյուսօր կխոսեր Զանգեզուրի մասին կամ ինչ բաների մասին։ Այսինքն ուզում ասեմ մի քիչ օբյեկտիվ լինենք։ Կա իրողություն եւ կա զուգահեռ իր դիսկուրսը, որը իր ասածի հետ չի համընկնում։ Ինքը ասում է չեմ բանակցելու, բանակցում է։ Ինքը ասում է պատերազմելու են, պատերազմի հավանականություն չկա իրականում, որովհետև դրա համար կան բավարար հիմքեր։ Ինչ հրավիրում է Թուրքիային, նայեք, դու Թուրքիային կվերադառնանք Ադրբեջանի մասով իմ հարցս հետևյալն էր, ինչ խորհուրդ կտաք կամ ինչ եք տեսնում, որ պետք է անի, ինչ քայլ պետք է անի Հայաստանը այս իրավիճակում։ Փաշինյանը գնաց ծայրահեղ միջոցի, նա փաստորեն հարցականի տակ դրեց Ալիևի կամքը, բարի կամքը, երբ որ նա ստորագրել էր Թրամփի ներկայությամբ այդ փոխադարձ ճանաչման կետը, ասենց ասեմ, հա, դրույթը։ Նա ասում է, ես նորից ընթերցում եմ, ինչ է ասում Փաշինյանը։ Նա ասում է, երբ որ դուք Զանգեզուրի միջանցք եք օգտագործում, որը չկա որևիցե փաստաթղթերում եւ չի էլ կարող լինել հայ-ադրբեջանական։ Նա ասում է, սա կոպտագույն խախտում է, այսինքն նա ասում է, Ադրբեջանը խախտում է ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքը։ Սա համարում եք արդյոք, որ Փաշինյանը այսպես ներկայացրեց իլուր բոլորի, որ Ադրբեջանը հետ է կանգնում իր խոստումներից։ Եվ եթե դուք համարում եք, որ ճիշտ է անում, ասում եք այո, այս ձևով
պետք է շարունակվի։ Եթե համարում եք սխալ, ես հարցնում եմ, ինչ պետք է անի Հայաստանը այս իրավիճակում։ Հայաստանը անում է ճիշտ, Հայաստանը իրողություններին արձագանքում է համարժեք եւ Ադրբեջանին դարձնում է դեստրուկտիվ կողմ, բայց նաեւ ինքը ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունն է հրավիրում, ենթադրում եմ, միջազգային հանրության մոտ, որ սա իր ստորագրած քեզ երթում տված համաձայնագրից փախնում է, այսինքն Ալիևի խնդիրը հիմա Թրամփի հետ է, մեր հետ չի։ Ինքը մեր հետ էլ է իհարկե, բայց գլխավորապես Թրամփի, հիմա ինքը պետք է Թրամփի բացատրի, այդ որ ինքը խոսում է, ինչի այդ փաստաթղթի մեջ չկա, այդ որ ինքը ստորագրել էր, հիմա ինչի է հակառակ բաներ խոսում։ Այսինքն այստեղ կոնֆլիկտային հարց կա եւ Հայաստանը կոնֆլիկտ է սրում Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ եւ սա լավ է։ Մենք էլ ենք, նայեք, մենք համաշխարհային քաղաքականության մեջ չեղած ժողովուրդ ենք, բաներ կա, պետք է նկատի ունենք, բաներ կա, որ մենք նոր ենք սովորում, ինքնիշխանության համը նոր ենք սովորում, աշխարհի հետ հարաբերվելու փիլիսոփայությունը նոր ենք սովորում։ Ենթադրում եմ, սա կոնֆլիկտ է Ադրբեջանի եւ Թրամփի միջեւ, ինչը մենք սրում ենք եւ մենք պետք է սովորենք դրան եւ սա շատ նորմալ է։ Հիմա արդեն անդրադառնանք Թուրքիային, պարզապես էլի ինֆորմացիա ներկայացնեմ, որ Էրդողանը երեկվա իր ելույթում, ինչ որ ելույթներից մեկում, խոսելով այդ ճանապարհի մասին, չի օգտագործել Զանգեզուրի միջանք ձևակերպումը։ Նա ճանապարհ է անվանել դա եւ ասել է, որ շատ օգտակար ճանապարհ է բոլոր տարածաշրջանում բոլոր երկրների համար։ Չի օգտագործել, եթե մինչեւ այժմ, մինչեւ այս վերջին շրջանը Էրդողանը եւս օգտագործում էր այդ եզրույթը։ Երեք մենք չտեսանք, գուցե դա զուգադիպություն է կամ այդպես պատահական համընկել է, բայց այդ փաստի վրա ես ուզում եմ ուշադրությունը դարձնել մեր։ Ինչպես պետք է Հայաստանը կառուցի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, կարծես թե դոփում ենք տեղում, ճիշտ է, հանդիպումներ կան, բայց իմ գնահատականով դոփում ենք, ձեր գնահատականով համաձայն եք թե ոչ։ Նայեք, շատ դժվար է շարժվում, որովհետև դի նկատի ունենք, որ այդ պետությունների տեսադաշտում մենք չկանք։ Դրանք Անկարայում նստում են, Երևանը չի երևում։ Բաներ կա, պետք է հասկանանք, ով է շահագրգռված, որ հարաբերությունների կանոնավորում, ասենք, կարգավորում չգիտեմ կլինի թե չէ, բայց հարաբերությունների մինիմում է պետք Թուրքիայի հետ։ Բայց այստեղ կուտակված բացասական պատմական փորձ կա։ Հայաստանը 30 տարի ըստ ենթադրում եմ նաև թուրքական ընկալվել է որպես հակաթուրքական պլացդարմ Ռուսաստանի համար։ Հայաստանում ժամանակին կային Արիստոտելի դեմքով ակադեմիկոսներ, որոնք հպարտանում են, որ մենք ֆորպոստ ենք։ Եվ այս ախմախամտությունը գովազդվել է Հայաստանում։ Այսինքն Թուրքիան, նայեք, Հայաստան-Թուրքիա սահմանը չի դիտել, ենթադրում եմ հիմա էլ կասկածում է, բայց չի դիտել Հայաստան-Թուրքիա սահման, դիտել է Հայաստան-Ռուսաստան սահմանը։ Դրա համար է, որ նա հակված չի։ Ենթադրում բացմանը։ Ինձ թվում է, եթե բացման հարց առաջացավ, պայման են իրենք դնելու, ռուսական զորքը պետք է հանեք, որը մեզ ձեռնտու պայման է։ Եվ մենք ինքներս էլ պետք է այդ պայմանը դնենք։ Մենք էլ կդնենք այդ բացման որպես պայման։ Հիմա նաև կա, այսինքն սա կուտակված բացասական փորձ կա, դժվար է սա կոտրելը։ Մեկ, երկրորդը դա քաշերի տարբերություն կա, ուզում են թե չէ, ենթադրում եմ կուզենան կոնֆլիկտը եթե Ադրբեջանի հետ կարգավորվի, սա խաղաղվի, հիմա չասենք, հիմա վարչապետն էլ ասում խաղաղություն չասենք, խաղաղ է վիճակը, խաղաղություն կլինի, երբ որ այդ պայմանագիրը կստորագրվի, ապաշրջափակում կլինի եւ այլն։ Եթե օրինակ այս Թրամփի ճանապարհ անվանումը եւ Թրամփի ճանապարհը աշխատում է, որը մեր հյուսիս-հարավն է ենթադրենք, մենք էլ ասենք Սյունիքի մայրուղի, չգիտեմ, ով ինչ ձևակերպում ուզում է, դա կարևոր չի, կարևորը մեր ինքնիշխանության շրջանակներում է, ապա պարզ է, չէ, որ այդտեղ եթե Թրամփի ճանապարհ է, ապա դա գալու է գնա Թուրքիա։ Ենթադրում եմ, այստեղ ԱՄՆ-ն էլ է շահագրգռված, որ Թուրքիան բացի, հավանաբար այդ բանակցությունների մեջ իրենք էլ կան։ Պարզապես ինքը process-ը շատ դժվար է։ Կոնֆլիկտների պատմական բացասական փորձի հոգեբանական խնդիրները շատ են Թուրքիայի հետ։ Դրա համար այստեղ պետք է համառորեն աշխատել։ Մեր խնդիրն է, մենք պետք է կարողանանք ապաշրջափակել, ուզում են իրենք, չեն ուզում, մենք պետք է համառորեն աշխատենք։ Որտեղ մենք ինչ ենք, մենք տարածաշրջանում անկլավ պետություն ենք։ Մենք խոսում ենք մեր անկլավների մասին, բայց մենք ենք անկլավ տարածաշրջան։ Մենք տարածաշրջանից աշխարհագրորեն դուրս կոմունիկացիաների իմաստով դուրս մնացած պետություն ենք։
մենք ուզում ենք ապրել, թե չէ, ձգտում ունենք, թե չէ, ունենք։ Եվ նաև կա արտաքին աշխարհի աջակցությունը, ենթադրում եմ նաև աստիճանաբար ճնշումը կլինի։ Այդ անունը այտենց չեն դրել։ Դա նաև Թուրքիայի համար է, որ ճանապարհները պետք է բացես, ապաշրջափակում պետք է անես։ Այսինքն սրանք գործընթացներ են, որոնք պետք է հասկանանք, համառորեն աշխատենք եւ գնանք Թուրքիայի հետ հարաբերությունների կանոնավորման։ Կարծում եք, որ Թուրքիայի հետ այնուամենայնիվ հարաբերությունների կարգավորումը կախված է, դե Թուրքիան անընդհատ ասում է կախված է ձեր Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումից եւ Թուրքիայի հետ հարաբերությունները բացարձակ իմաստ չունի, կա այդպիսի կարծիք, իմաստ չունի հույս դնել, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն մինչեւ այն պահը, երբ Ալիևը չի համաձայնվի ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, այսինքն Թուրքիայի հետ մենք պահում ենք այդպես կրակը ոնց որ մանր ցածր վիճակում, կրակը պահում ենք այնքան, որպեսզի չհանգչի, բայց հարաբերությունները չեն հաստատվի Թուրքիայի հետ։ Սա կեղծ օրակարգ է։ Չէ, ենթադրենք ճիշտ է այդ օրակարգը, բայց ինչ անենք հիմա։ Հանուն այդ օրակարգի, այդպես շարունակենք չաշխատել։ Ենթադրենք ճիշտ է, բայց այնքան տենց ճշտեր կարող են լինել, էլի, դա էլ է ճիշտ, ուրիշ տարբերակ էլ է ճիշտ։ Ես էլ կարծում եմ հակառակն է։ Դա չի գլխավոր հարցը։ Իհարկե դա էլ է հարց, դա էլ է կարևոր հարց Թուրքիայի համար։ Տարածաշրջանային խաղաղացնել, այս երկու պետություններին խաղաղացնել, Ադրբեջանի ենթադրում եմ գերակայությունը մի քիչ էլ հաստատել եւ այլն։ Հա, կա։ Բայց իրենց կարծում եմ գլխավոր խնդիրը այդ չի։ Գլխավոր խնդիրը Հայաստանում ռուսական ներկայությունն է։ Որտեւ իրենք տարիների փորձ ունեն 12 անգամ ռուս-թուրքական պատերազմ եղավ 12 անգամ էստեղով են քշել Թուրքիայի վրա լավ են արել ճիշտ են արել դա ուրիշ հարց է բայց իրենք այդ փորձը ունեն չէ այստեղ դրա համար հակաթուրքականությունը մեր իհարկե օբյեկտիվ է, բայց աշխարհաքաղաքական իմաստով ռուսականությամբ ախտեղված է սա, ռուսականությամբ փաթեթավորված է։ Մեր հակաթուրքականությունը ռուսական է աշխարհայացքով, հոգեբանական իմաստով հայկական է, աշխարհաքաղաքական իմաստով ռուսական է։ Դրա համար ենթադրում եմ իրենց խնդիրը այդ է, հանեք զորքերը, նորմալ ինքնիշխան պետություն դարեք, հետները հարաբերվենք։ Ենթադրում իրենց գլխավոր պայմանը դա է, բայց այն էլ կա։ Բայց հիմա մենք ինչ պետք է անենք, մենք զուգահեռաբար աշխատենք, չեն ուզում, լավ չի, Իրանը չի ուզում, Ավստրալիան չի ուզում, Ուդմուրտիան չի ուզում, հայությունը այս բարիերները դնում է, գնում է տուն։ Չէ, ոչ մեկ չի ուզում, բայց դուք ձգտում ունեք, ապրելու եք թե չէ։ Ընդհանրապես նայեք, եթե չլինի, հերն էլ անիծես, թող չլինի, բայց մենք պետք է աշխատենք, չէ՞։ Բայց եթե մենք հարցը դնում ենք այն գլխից, այսինքն կանխավ արդյունքը գիտենք, իսկ տրամաբանության փիլիսոփայությունը մեզ արգելում է կանխավ արդյունքը իմանալը։ Բայց հայությունը կանխավ արդյունքը գիտի, ասում է չի ու գործ չի անում։ Չէ, պետք է արդյունքը չիմանաք, դա հնարավոր է։ Մենք պետք է աշխատենք, մեզ պետք են բաց սահմաններ, որտեղ մենք այս տարածաշրջանում դժվար է այս կոմունիկացիաներով ապրելը։ Դրա համար դուք ունենաք Վրաստանի գերակայություն, որովհետեւ Վրաստանի գերակայություն չունենաք, ուրիշ սահման պետք է ունենաք, այլընտրանք պետք է ունենաք։ Դա պետք է աշխատել։ Հիմա ենթադրում եմ նաև բարենպաստ պայմաններ կան։ Թուրքիայի վիճակն էլ այնպեսին չի, որ շատ ճնշումը մեծացնի մեր վրա։ Թուրքիայի ազդեցությունը այնքան չի աշխարհում, որ կարողանա անել շատ բաներ, ինչը որ ենթադրում երազում են։ Իհարկե մեր համեմատ քաշը շատ մեծ է, բայց անել շատ ավելի մեծ վատթարագույն գործեր, ինչը հայությունը ենթադրում է, այսօր Թուրքիան այդ պոտենցիալը չունի։ Շնորհակալ եմ Գովազդ հայտարարենք եթերում եւ շարունակենք մեր զրույցը պարոն Սուքասյանի հետ, սիրելի հայրենակիցներ, Գովազդը եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։
Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորդ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ պարոն Հայկ Սուքասյանի հետ ենք զրուցում, Քրիստոնյա ժողովրդարական կուսակցության փոխնախագահի։ Հարցազրույցի այս երկրորդ հատվածը նվիրենք մեր ներքին իրավիճակին, նախընտրական շրջանը արդեն կարծես թե սկսվել է, երևում է տարբեր ելույթներից, իրավիճակներից, ինչպես կգնահատեք ներքին նախընտրական շրջանի Հայաստանի մթնոլորտը։ Մեզ մեր վերջին 5 տարվա կյանքին խիստ բնորոշ, անհանգիստ, երբեմն պետության եւ պետականաշինության հետ կապ չունեցող, բայց կապ ունեցող, այտենց հայրենիքի հուշի, չգիտեմ, դարերի պրոբլեմների հետ, որտեվ մեզ մոտ, գիտեք, մեր ամենավատը ներքաղաքական կյանքն է, օրինակ մեր արտաքին քաղաքական կյանքը քիչ թե շատ կանոնավորվել է, բաներ կա հասկանալի են, ամենամխտարվածը մեր ներքաղաքական կյանքն է, եւ սա լավ չի։ Ինչու, որտեվ մենք դժվարանում ենք պետականաշինությանը կպնել, եթե կպնենք, շատ բաներ կբարձրոշվեն, հայրենիքի հուշը տվել են ձեռներս, այս 200 տարի պետության դեմը քշելով գնում ենք, հայրենիքի հուշը ձեռներս պետության դեմ, եւ այդպես անընդհատ դա բորբոքում են, էդ է մեր ներքաղաքական կյանքի հայրենիքի հուշը, հա, եւ մենք հայրենիքի հուշով պետություն ենք փլցնում, դա մեր բնավորությունն է, մեր չասեմ մի հատվածի մեր հասարակության։ 5 տարի այդ նախընտրական պրոցեսն է, մեր համար չէ, որտեղ մենք նախընտրականին կպատրաստենք ժամանակին, բայց դե, հա, շուտ տարբեր տեղեր քննարկումներ են, տարբեր տեղեր, օրինակ մեր նման քաղաքական ուժերը պատրաստում են նորմալ քաղաքական գործընթացի, մենք մեր ժամանակին մեր ծրագրերը կներկայացնենք մեր ժողովրդին եւ այդպես մենք մեր հետաքրքրված չենք մեր քաղաքական կյանքը ցնցելու գործընթացով բայց մի հատված կա որի գլխավոր խնդիրը ոչ թե նորմալ քաղաքական պրոցեսն է այլ դեստրուկտիվ աշխատանքն է քաղաքական կյանքը ցնցելն է մխտարելն է դե որովհետեւ այդ մարդիկ երազում են մի հատված կա մեր մեջ որը լավ բան չի, բայց դու նկատում ես, որ այդ հատվածը մեր պետության հետ չի։ Սա դժվար է ժողովուրդների բացատրել, ֆրանսիացուն որ բացատրես չի հասկանա ինչ ես խոսում, բայց մեր մեջ կա այդ հատվածը, որոնք պետություն չեն ուզում։ Մենք ունենք համայնքապետ, մարդը սեփական պետության մեջ համայնքապետ է աշխատում, սեփական պետության մեջ, սեփական պետությունից աշխատավարձ է ստանում, չէ՞։ Անիծում է ինքն իրեն, անիծում է ինքն իր ազատությունը, անիծում է իր աստծուն, անիծում է իրեն ազատ պահողին սեփական պետությունը, գովերգում է ճորտություն է գովերգում մարդը։
Երևի ինչ-որ հոգեբանական խնդիրներ կա, այդ Գյումրու համանքապետի մասին է խոսքը, հավանաբար վախենում է երևի թուրքերից, այստեղ երևի ինչ-որ բան կա էլի։ Դուք ինչ եք վերցնում մեկ մարդ։ Դե մենք որտեվ իրեն գիտեք, նայեք, ինքը հավաքական կերպար է։ Մենակ ինքը չէ, բայց այդ հավաքական կերպարներից մեկն է, չէ։ Ինքը 40,000 միավորի ուժի արդյունքում է, չէ, դարել համայնքապետ, չէ։ Հիմա այդ 40,000 ուժը բան չունեն ասելու։ Եվ ընդհանրապես սա բայց իմ հարցը նաև պետությանն է վերաբերում, որտեղ է Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունները, որտեղ է։ Մարդը համայնքապետ է, չէ։ Այսինքն, բայց նաև ազդեցիկ է, չէ, իր համայնքում։ Եվ մարդը խոսում է պետության փլուզման մասին, հանուն իր տատու անվտանգության համար, ինքը որոշել է, որպեսզի ինքը տնեցիներով անվտանգ լինի, այս պետությունը պետք է լինի ճորտ ուրիշին։ Ես եմ հասկանալ, մեր անվտանգության ծառայությունը այս մարդուն բան չունեն ասելու։ Հակապետական քարոզիանում պետական պաշտոն է, պետությունը փլցնելու քարոզ է։ Տնեցիների հետ պայմանավորվել է, որ ինքը բացատրություն ունի, թե ինչի պետությունը փլցնեն։ Եվ այս մի հատ իր նման եւ շատ իր նմանները բոլորը ամեն անգամ որոճում են, թե ինչ նոր օին բերեն մեր գլխին, այս պետության գլխին։ Սրան զայնակցում էր եւ այս ընդհանուր հնչեղությանը միացել է ժամանակին մեր եկեղեցու հոգեվոր դասի մի հատված։ Սրանք ինչ էին անում։ Գոնե մեր ժողովրդի բարոյական հոգեվոր կյանքը քննեն, որտեղ մենք հազար մի խնդիրներ ունենք հոգեբանական, մեր բարոյական կյանքի հետ կապված։ Սրանք արտադրում էին քաղաքական գործիչներ, տերորիստի Տիտոսը նվաճած հոգեվորականներ, սրանք էլ այս կողմից են մեր կյանքը ցնցում։ Օրինակ նայեք, ասենք մեր Հայաստանում չէ սպանություններ են շատ տեղի ունենում, որ լավ բան չի։ Սա նաև բարքերի անկման հետևանք է, գլխավորապես ցածր մշակույթի հետևանք է, օտար բարքերի գերակայության հետևանք է։ Այստեղ եկեղեցին բան չունի ասելու։ Եկեղեցին մեր հոգեոր բարոյական կյանքը չպետք է քնի, մեզ չպետք է բարձրացնի դեպի քրիստոնեական բարձունք։ Ինքը սա չի անում։ Սա չի անում, բայց հակառակն ինչ են անում այս հատվածը։ Այս հատվածը հակառակը այս սպանությունները բորբոքում է, սրանց վրա տեղեկատվական տերոր է սարքում։ Մեր քաղաքական դաշտը կիսված է, արևմտամետ դարի, ռուսամետ դարի, թուրքամետես, հակառուսես, ռուսամետես, այսինքն էլ այս կողմնորոշումների օրիենտացիաների մտածողությունը ստեղել է ներվերն ուտում, անընդհատ պետությունը անկայուն է, եւ սա լավ չի։ Բայց հիմա կգա ընտրությունները կմոտենա, կհասկանանք, թող իրենք կազմակերպեն, մենք էլ ենք կազմակերպվում, ընտրությունները մոտենա կհասկանանք ինչ կլինի։ Տարբեր կլոր սեղաններ են կազմակերպում այս վերջին շրջանում, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները փորձում են միավորվել, բայց հետաքրքիր է, որ տարբեր տեղեր լսում ենք, որ այսպես միավորման փորձեր են արվում։ Ձեր կարծիքով դա ցույց է տալիս, որ դրական գործընթաց է, դրական process է, քաղաքական ուժերը փորձում են դիրքավորվել, տեսնելով ում հետ է, թե ցույց է տալիս հակառակը, ցույց է տալիս պարակտվածություն այն դպրոցում, դասարանում, որ այսպես խումբ են ձևավորվում եւ խմբերը հետո իրար դեմ են կռվում։ Այդ ինչպես է գնահատում, նորից եմ ասում, նախընտրական այս վիճակը։ Դե հա, այդ միավորումների ցկտումը կա եւ դա մի քիչ տրամաբանական է։ Բայց իհարկե դա մեր 200 տարվա փորձը ցույց է տալիս, որ դա հնարավոր չէ։ Հավասարությունը մենք 200 տարի է, մեր առջև դրել ենք մի հատ խնդիր, լինենք միասնական, չէ՞։ Հա մենք էլ ենք, չէ՞, ժողովուրդը միավոր, որ հնարավոր չի։ Ոչ մի ժողովուրդ էլ միասնական չկա այդպիսի բան։ Ժողովուրդները պարզապես իրենց պետությունը չեն փլցնում, ոչ թե իրար հետ միասնական են։ Նույնը քաղաքական դաշտում է։ Ես կարծում եմ նաև ներդրված քաղաքական ուժեր կլինեն, որպեսզի չթողեն միացում, որպեսզի ձևացնեն ոչ միասնականություն կլինեն, այն դաշտում էլ կլինեն, մեր դաշտում էլ կլինեն։ Դա դժվար բան է։ Երկրորդ ընդհանրապես այդ մեխանիկական միություններն էլ հասկանալի բան չի։ Ինչի շուրջ են միավորվում, ինչի շուրջ։ Հիմա ժողովրդավարական աշխարհայացք, եթե վերցնենք, մենակ ժողովրդավարական աշխարհայացքով չի։ Ժողովրդավարական ուժերի մեջ ուժեր կան, որոնք օրիենտացիայի կողմն են։ Մենք օրիենտացիայի կողմն չենք, մենք բալանսի քաղաքականության կողմն ենք։ Հիմա օրինակ եմ ասում։ Այն մյուս դաշտը շատ խնդրեմ ունի, բայց այն մյուս դաշտին գիտեք ոնց է Հայաստանի հակապետական դաշտը, ինչ սկզբունքով է ձևակերպվում, որովհետև այդ հատվածի դիսկուրսը, եթե նայենք, այդ հատվածի փորացավը
Հայաստանի հետ կապ չունի։ Իրենց դրած թեզերով Հայաստան չի լինելու։ Իրանք ասեն մյուս թևի դրած թեզերով։ Դու գիտեք, իրար մեղադրանքները բառացիորեն նույնատիպ են։ Մեկը մյուսին է ասում դու պետության դեմ ես, մյուսը մյուսին է ասում դու պետության դեմ ես։ Հա, դե իրենց ասածը ոչի, իրենց ասածը մենք ստուգել ենք։ Իրենց հիմա եթե որևէ իշխանություն այնքան խելք չունենա դնի դրանց բոլոր ասածները հերթովանի կամ մեր վերլուծաբաների մի մասի ասածները հերթովանի, այս պետությունը ես ում հասկանամ ինչ է լինելու Հայաստանի հետ, էլի։ Բայց իրենց արածը ակնհայտ է, այս մարդիկ, տեսեք, երբևէ չեն ողջունել Հայաստանի որևէ քայլ, որը Հայաստանին տվել է նվազագույն հանգստություն։ Երբևէ չեն ողջունել, ասենք, Հնդկաստանի հետ հարաբերությունները, երբևէ չեն ողջունել Ֆրանսիայի հետ հարաբերությունը, անընդհատ ռուսական կալինկա է զրոցն է, անընդհատ առանց ռուսի այս մարդիկ ապրել չեն կարող։ Լավ բան չի, բայց դե էդ է։ Եվ այս պետության վատթարագույն կյանքի հիմնադիրները իրենք են այս պետությունը մեզ ժառանգել։ Իրենք մեզ թողել են հիվանդ պետություն, հազար ու մի պրոբլեմներով, պետություն, որը պատերազմը չկարողանա սպասարկել։ Իրենք պետք է բացատրեն ոչ թե ինչի պատերազմ եկար դու եղավ բան, չէ, իրենք պետք է բացատրեն, ինձ ուրիշ բան բացատրեն։ Պատերազմը լինելու է, դուք ինձ ասա, դուք ինձ ինչ եք ժառանգել, ինչ պետություն, ինչ պոտենցիալ, որ այդ պատերազմը սպասարկել, դուք դա չեք արել։ Իրենք սպասարկել են այն օրը, որ ենթադրենք այդ պատերազմից հետո Հայաստան պետք է չլիներ, բայց պարզվեց իրենց կամքից անկախ այդ Հայաստանը կա դժվար ծանր օրերով, բայց զարգանում է։ Հիմա դե իրենք ինչ պետք է անեն, կլոր սեղան, քառակուսի սեղան, եռանկյունի ինչ որ բաներ կանեն, անընդհատ մտմտում են ինչ հոին բերեն մեր գլխին։ Ինչ պրոբլեմներ ստեղծեն պետության հետ։ Խելք ունենային կհանձնվեն սեփական պետությանը, կնպաստեին պետականաշինությանը։ Բայց այս հատվածը ռուսական աշխարհայացքով հատված, ընդ որում ես չեմ խոսում ռուսասեր մարդու մասին։ Մարդը կարող է լինել ռուսասեր, բայց մեր ռուսասիրությունը վերածվել է հակապետականության։ Մեր մոտ այտենց է ստացվում։ Չգիտեմ ինչի է այտենց ստացվում, թող մեր հոգեբանները բացատրեն։ Բայց ռուսասեր մարդը ավտոմատ դառնում է հակապետական։ Այս հատվածը մեր հետ չի, եւ այս հատվածը անընդհատ որոճում է թե Հայաստանի գլխին ինչ օրիներ մեր հետը ով է։ Մեր նկատի ունեմ պետության հետ չի։ Լավ, ինձ հետ թող չլինեն, բայց թող լինեն պետության։ Ես չեմ ասում ինձ հետ լինեն պետության հետ։ Եվ ու աջակցեն իրենց պետությանը։ Բայց դե հիմա թող լինի, կհասկանանք։ Իհարկե նկատի ունենանք, որ այս հատվածը ամեն դեպքում ընտրող կունենա։ Դա լավ բան չի։ Ես լավ չեմ հասկանում նաև մեր ժողովրդի մի հատվածին, ինչպես է ինքը բերում ուժեր, որոնք իրենց պետության դեմ են, որոնք իրենց սյուզերենության դեմ են։ Մարդը կանգնել ասում է, ես չգիտեմ էլ ոնց բացատրեմ։ Մարդը կոնկրետ ասում է, մենք ոչ մի բան ենք, առանց այս մեկի, չէ։ Այսինքն այս մարդը ինքն իրենից ոչինչ չներկա։ Պետությունով պետք է հանձնվենք, ինչի է, ոնց եք բերել այդ մարդուն ընտրել։ Դա նշանակում է մեր մեջ մի հատված կա, որը այդ աշխարհայացքի կրող է։ Բայց հիմա թողան ընտրությունները կհասկանանք։ Ես կարծում եմ մենք այս ընթացքում լավ կաշխատենք եւ մեր ժողովուրդը շատ ավելի ճիշտ եւ այդ պետության շատ սպասարկող ընտրություն կանի, քան ժամանակին արել է։ Շնորհակալ եմ։ Ընդունում եմ հեռախոսազանգ, բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, Տիկին Արաքելյան, բարև ձեզ, պարոն Սուքեսյան։ Ինչքան հասկանում եմ դուք պարոն Շիրինյանի հետ նույն կուսակցության մեջ եք, եթե ոչ պատասխանի մեջ կարող եք ճշտել, բայց իմ հարցը Թուրքիայի հետ կապված է, դուք նշեցիք, որ Թուրքիայի հետ սահմանը բացելուն մենք պետք է աշխատենք, բայց ինձ համար բաց չէր, թե դուք ինչ եք առաջարկում, ինչպես աշխատել, կամ էլ միգուցե առաջարկում եք ռուսական զորք անել եւ մեր ինքնիշխանությունը հաստատել եւ այդպես Թուրքիայի հետ բացել սահմանը։ Հարց առաջին, ձեր կարծիքով երբ Թուրքիան ասում է Զանգեզուրի միջանցք, որը բացահայտ մեր տարածքային ամբողջականության դեմ է, ձեր մոտ տպավորություն ստեղծում է մի երկիր Թուրքիան, որը շահագրգռված է մեր տարածքային կամ մեր ինքնիշխանությամբ։ Եվ երկրորդ հարցը, արդյոք Թուրքիայի սահմանը բացելու եղանակը, եթե նրանք շահագրգռված չեն, եթե Զանգեզուրի միջանցքին ասում, այսօք Թուրքիայի սահմանը բացելու եղանակը Թուրքիային ստիպելն է արտաքին ուժով, ենթադրաբար Եվրոպայով եւ Ամերիկայով, եւ արդյոք դա ձեր կարծիքով կարող է արվել միայն այն դեպքում, երբ մենք
ի տարբերություն ձեր ջատագոված բանասավորման, փոխենք վեկտոր, այսինքն հեռանանք Ռուսաստանից, այո, զորքը եւ այլն հապկը ԵԱՏՄ-ն եւ միանանք Եվրոմիությանը եւ սերտաշիքային կապեր ընկնենք Ֆրանսիայի, Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների հետ։ Այլ կերպ ինչպես պետք է ստիպել Թուրքիային, որպեսզի սահմանը բացի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այո, ճիշտ է, ես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունից եմ, պարոն Շինյանը մեր կուսակցության նախագահն է։ Դուք փոխնախագահն եք։ Այո, դա առաջի հարցը դա է։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ կապված, նայեք, ճիշտ է, ամեն ինչ, դուք ամեն ինչում ճիշտ եք, եւ հայությունը ամեն ինչում ճիշտ է։ Դժվար է Թուրքիայի հետ հարաբերությունների գնալ, դժվար է այդ պետության հետ կարգավորել հարաբերությունները։ 200 տարի է մեր հարցը որպես դետալ ռուս-թուրքական կյանքում, գործարքում, հարաբերություններում եղել է այս պետությունների շահերը սպասարկող դետալ եւ ճոճանակի նման է, ռուսը մորթել է, ռուսը հրել է, թուրքը մորթել է, գնդակի նման է, պասը տալիս է, նայել խփել է։ Հիմա գլխավորը ինչ որ մենք արել ենք, մենք Հայաստանի հարցը, իհարկե հայությունը միշտ խոսում է հայկական հարցի մասին, բայց երբեք Հայաստանի հարց չի դրել հայությունը։ Բայց դա գլխավորը Հայաստանի հարց։ Մենք Հայաստանի հարցը այս 200 տարվա ոչիրից հանում ենք։ Մենք չենք թողնում, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում Հայաստանի հարցը լինի մանրադրամ դետալ։ Հիմա լավ է, որ մենք սա գոնե կարողացել ենք անել։ Մենք դառնում ենք ավելի ինքնիշխան պետություն։ Թույլ է, շատ չի այդ ինքնիշխանությունը, դաշնակիցները շատ չեն, բայց աստիճանաբար դառնում ենք ինքնիշխան պետություն։ Թուրքիայի վստահ է, որ Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման պայմաններից մեկն էլ նա է, որ մենք լինենք ինքնիշխան։ Այս մեկը մենք արել ենք եւ շարունակում ենք անել։ Թուրքիան ենթադրենք էլի ձեր ասածն է, չի ուզում։ Ոչ մեկ չի ուզում հարաբերությունների կարգավորում։ Ճիշտ է, ամեն ինչ ճիշտ է։ Ցանկություն էլ չունի։ Մենք իրենց տեսադաշտում էլ չկանք։ Ռուսաստանի տեսադաշտում էլ չկանք։ Իրենք էլ Մոսկվայից են նստում, էլի մենք չենք երևում։ Բայց մենք ձգտում ունենք վերջը ինքներս մեզ ապաշրջափակելու, վերջը սրանց նվազագույն իմաստով չափավորելու, սրանց ագրեսիան չափավորելու, ձգտում ունենք թե չէ։ Հիմա մենք պետք է հասկանանք դա ոնց է հնարավոր։ Հնարավոր է ձեր ասածով, ճնշումով, բայց դա պետք է հասկանանք այդ ճնշումը ինչքան է, բա որ շատ ճնշեն հանկարծ խնդրեմ լինի։ Այստեղ հարցեր կա, որ մենք պետք է հասկանանք, տեսեք հայությունը երբեք իր արժև դրած հարցը չի դրել, որ ինքը պետք է լուծի։ Ինքը ինչ հարց դրել է, ինքը այդ հարցը դրել է, որ ուրիշի հետ պետք է լուծի։ Օրինակ, երբ որ ասում են ցեղասպանության ճանաչում, հայությունը չի դրել այդ հարցը, որ ինքը պետք է լուծի։ Ռուսամետը դրել է, որ դա ռուսով պետք է լուծի։ Ամերիկամետը դրել է, որ դա ամերիկայով պետք է լուծի։ Այսինքն մեկին պետք է բերեք, որ Թուրքիային ճնշի։ Հայությունը երբեք իր քաշի չափ հարց չի դրել։ Այսինքն, եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ճնշումով, պետք է հասկանանք այդ ճնշումը ինչքան ճնշում կլինի։ Այս իհարկե նվազագույն իմաստով դա պետք է Թուրքիային չափավորելու համար։ Ինչ վերաբերում է կողմնորոշումներով գնանք մեկի հետ կողմնորոշվենք, բրծնենք, այս 200 տարի է, նայեք, հայությունը այդ օրիենտացիաների քաղաքական ձեռը մորթվում է, 200 տարի է, եւ խելքը գլուխ չի հավաքում։ 200 տարի է, եղավ ռուսամետ, թուրքը մորթեց։ Ընդ որում հայությունը նայեք, թուրքամետ էլ է եղել է, արևմտահայության մի հատված։ Եղավ ամերիկամետ, սովետը մորթեց, չգիտեմ, հազար ու մի բաներ կա։ Այդ օրիենտացիաները նայեք, ընդհանրապես դա նախ որպես մտածողություն է, լավ չի։ Կողմնորոշումների քաղաքականություն, որովհետև կողմնորոշումների քաղաքականությունը ժողովրդին անկախական գիտակցությունից զրկում է։ Ինքը չի սկսում անկախ մտածել։ Եվ գիտեք, ինչի ենք նաև մենք մեր ներքին կյանքում փնթի, որովհետև եթե ես պետք է մեկին հանձնվեմ, ես խնդիր չեմ դնում ինքը զարգանալու։ Այսինքն, բայց եթե մենք խնդիր դնենք, որ ես չպետք է հանձնվեմ, ես ելք կորոնեմ, ես սկսեմ աշխատել, զարգանալ, բայց մենք սա չեմ անում։ Ես ասում եմ, դե նա մեկը կպահի։ Այսինքն սա մտածողության իմաստով, հոգեբանական իմաստով կողմնորոշումների քաղաքականությունը ձեզ վնաս է, սիրելի բարեկամ, ձեզ վնաս է։ Այլ բան է, որ դուք ասեք եւ օգնեք այդտեղից, որ Հայաստանը այլ բևեռների հետ լավ աշխատի, եւ որ ասում ենք մենք բալանսի քաղաքականություն, շատ ենք բացատրել, բայց դժվար է, էլի հայության անդադի ասես։ Բալանսի քաղաքականությունը
հավասարակշռություն պահելը չի տարբեր բևեռների մեջ։ Բալանսի քաղաքականությունը որն է, հաշվեկշիռն է։ Հայաստանը իր շուրջ ստեղծում է ուժերի հաշվեկշիռ։ Ինքը մի բևեռից կախված չի։ Նայեք, խնդիրը գիտեք որն է։ Երբ որ դուք կախվում եք մի բևեռից, ենթադրենք, ասենք Ռուսաստանից, երբ որ կամ Ամերիկայից, երբ որ ինքը խնդիր ունեցավ, առաջինը ձեզնից է ազատվելու։ Ինչ ուզում եք արեք։ Երբ որ դուք կախվում եք մի բևեռից, այն մի բևեռը ձեզ թիրախավորում է։ Դուք անընդհատ քաղաքադրության մեջ եք։ Իսկ ինչ վատ է, որ դուք վարեք ուժերի հաշվեկշռի քաղաքականություն։ Դա որն է։ Հայաստանը իր շուրջ ստեղծում է բալանս, ինչ է բերում Եվրոմիության դիտորդներ, Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական համագործակցություն, ԱՄՆ-ին է բերել ստեղ, իր կապուղին հանձնել է ԱՄՆ-ին։ Դուք սրանից ավել ԱՄՆ-ի ներկայություն ինչ եք ուզում։ Ես ուզում եմ հասկանալ։ Եվրոմիության անդամ դառնալու օրենք են ընդունել, կստիպենք, որ գնան այդ ճանապարհով։ Այսինքն ուզում եմ ասել, ինչն է վատ սրա, էլի։ Այսինքն մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի ներկայությունը այնքան իջեցնենք, որ դա դառնա նվազագույն։ Եվ եթե մենք Թրամփի ուղին, Եվրոմիության դիտորդները, ինքնիշխանությունը մեր, Թուրքիայի հետ լեգիտիմ դիսկուրսը արտաքին քաղաքականությամբ, եթե մենք սրանով քշում ենք, սրանով ավելի հեշտ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը։ Քան դուք գնաք հեծնեք Ամերիկային, քշեք Թուրքիայի վրա։ Դա խնդրեմ է, ես ձեզ մի բան ասեմ, բա որ հանկարծ Թուրքիան Ամերիկայի հետ պայմանավորեց, ինչ եք անելու։ Պայմանավորեց, ասես հայկական հարցը հանի, իրար հետ խոսենք, ինչ եք անելու։ Էդ էլ է դժվար, այսինքն այդ կողմնորոշումները օրիենտացիոն քաղաքականությունը, սրանով սրան ճնշելը ինքը խնդիր ունի մեջը, բայց բալանսով գնալը դեպի հարաբերությունների կարգավորման, ինչը մենք հիմա անում ենք։ Օրինակ ես մեզ ուզում եմ հարց տալ, էլի։ Նաև օրիենտացիոն դատողություն ունեցող մարդկանց։ Հնարավոր էր օրինակ հասնել Թրամփի մոտ, Ալիևին ստիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրել օրիենտացիոն քաղաքականությամբ։ Սա այս ինչ որ արվել է, սա բալանսի քաղաքականության պտուղն է, շատ է քիչ է, թողենք մի կողմ։ Հնարավոր է օրիենտացիայով անել։ Հիմա տեսեք, մեզ անընդհատ դեմ են տալիս, կողնորոշվի Թուրքի դեմ, Ռուսի հանուն Ռուսի, Ռուսաստանի դեմ հանուն Ամերիկայի։ Սա լավ բան չի, սա լավ մտածողություն չի։ Բայց ընդհանրապես ճիշտ է մեր գործընկերը։ Թուրքիան չի ուզում, ամեն ինչ վատ է։ Բայց մենք համառորեն այս պետությունների հետ աշխատելով, ԱՄՆ-ի Թրամփի ուղին բերելով, Եվրոմիության դիտորդները բերելով, խաղաղության Ադրբեջանին ստիպելով խաղաղվի, որովհետև այդ պետությունը չի ուզում։ Ադրբեջանին մենք ենք ստիպել, որ խաղաղվի։ Խաղաղվի տարբեր միջոցներով, մեր ուժի բանը չի, բայց մենք կարողացել ենք այնպես աշխատել, որ արտաքին ճնշումով իրեն խաղաղեցնենք։ Եթե մենք այս ճանապարհով գնանք, շատ հնարավոր է Թուրքիայի հետ հարաբերությունների մինիմում կա։ Համար ինչ ասեմ, պետությունները նայեք հույզերով չեն առաջնորդում, առաջնորդում են պետական շահով։ Երկրորդ աշխարհամարտից հետո սովետական միությունը ջնջխել է, չէ, Գերմանիային, հարաբերություններ ունեն, թե չէ։ Հիմա էլ էս Ուկրաինայի հարցը թողենք։ Ամենասերտ պետություններից մեկն են, չէ, եղել։ Պետությունները շահով են հարաբերվում, ոչ թե հուզականությամբ, էլի։ Դա ինչ ասեմ, գործընթաց է։ Որը պետք է լինի, եկեք դիտարկենք Թուրքիայի շահը Հայաստանի հետ նժարի վրա դնենք, մեկը նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի Հայաստանի նկատմամբ, ինչպիսին հարցի մեջ կար այդ հարցը, որն է Թուրքիայի շահից, ինչպիսին է ուզում տեսնել Հայաստանը, եւ երկրորդը ինչ են ստիպում, գուցե այդ ստիպելուն ընդառաջելը եւ Հայաստանի հետ հարաբերություններ կազմելը գերակշռում է, ավելի արդյունավետ է, ավելի շահեկան է դառնում Թուրքիայի համար, քան իր վատ նպատակները Հայաստանի նկատմամբ։ Եկեք փորձենք նայել, կարող է այդպիսի պահ լինի, երբ որ Հայաստանի հետ կարգավորումը ավելի շահեկան դառնա Թուրքիայի համար։ Ենթադրում եմ, հա, որտեվ գիտեք, հակառակը 30 տարի է կա, չէ՞։ Օրինակ ինչով է ձեռնտու։ Կա օրինակ տեսակետներ, որ ենթադրենք դա բացվեց, Թուրքիան այնքան է հզորանելու, մեզ կճնշի։ Ես եմ հասկանալ Թուրքիան հիմա այնքան հզոր չի, որ մեզ ճնշի։ Պարտադիր է մի քիչ էլ հզորանա նոր ճնշի։ Եթե ուզում է կարող է ճնշել, չէ՞։ Այսինքն Հայաստանը, նայեք, Թուրքիայի համար որպես պետություն, Թուրքիայի ուժի բանը չի։ Մենք այդ պետությունը չենք, որ կարողանանք Թուրքիայի քաղաքականության վրա ազդել։ Մենք պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն վարել, որ սա իր մտածողությունը փոխի։ Դա, բայց ամենադժվար բանը դա է։ Հիմա եթե Թուրքիան չի ուզում, նայեք, ոչ թե ստիպելով հարաբերություն կարգավորի, այլ ինքը ցանկանա նաև, հա, հարաբերությունը կարգավորի։ Նաև, հա, բայց որտեղ դա իրեն շահեկան է, ասենք թե։ Հա, հիմա նայեք, եթե մենք ունենք մի հատված մեր վերլուծական դաշտի, քաղաքական դաշտի, որոնք
բողոքում են, որ եթե բացվեց, ապա այդ Թուրանի միջանցք, բան 200 տարի հայությունը կրկնում են։ Եթե տենց է, ուրեմն Թուրքիան ձեռնտու է, չէ՞ որ բացի։ Եթե այս հատվածը ճիշտ է, եթե դա դառնում է իրենց Թուրանի ճանապարհը, այսինքն բարձր չէ, որ Թուրքիան պիտի շահագրգռված լինի։ Եթե տենց է։ Սա մեկ պատճառ, ենթադրենք իրենք ճիշտ են։ Հիմա այս պատճառի համար Թուրքիան պիտի բացի, թե չէ։ Ես եմ հասկանալ, եթե ճիշտ է տեսակետը, որ սա դառնում է Թուրանի ճանապարհը, ապա ես կարծում եմ Թուրքիայի նման անխելք պետություն չկա, որ չբացի այդ հարաբերությունները։ Այսինքն սա պատճառներից մեկն է, որ իրեն ձեռնտու է։ Երկրորդը այդ պետությանը նաև աստիճանաբար ճնշում են։ Այդ պետությունն ունի բազմաթիվ ֆինանսական խնդիրներ, արտաքին աշխարհի հետ քաղաքական խնդիրներ։ Նաև գլխավոր հարցը նաև այս Թրամփի ճանապարհն է։ Ինչու է անունը Թրամփի ճանապարհ։ Դա կարող է պետք է գա ինչ որտեղ լրվի մնա, թե դա պետք է գնա այդ ճանապարհը։ Աշխարհը հետաքրքրված է չէ՞ մեր կապուղիներով, մեզնից անկախ կարող է մեզ հարցնել, մենք հավես չունենայինք, որ աշխարհը հետաքրքրված լիներ մեր կապուղիներով, բայց ստացվում է այս մեր ճանապարհը 100 տարի է աշխարհի ռազմավարական մտածողության մեջ կա 100 տարի առաջ էլ կա 100 տարի առաջ այս ճանապարհը շատ կարևոր նշանակություն է ունեցել այսօր եկել է հիմա էլ այդ նշանակություն ունի Ֆրանսիայի համար Միջին Ասիայով հազար ու մի բաներ բերելու համար ԱՄՆ-ի համար կարևոր է հետևաբար այդ ենթադրենք եթե նավթամուղ է անցնելու, գազամուղ է անցնելու, որը արտաքին աշխարհ արևմուտքի համար շահեկան է։ Կարող է պետք է գա մեղրիում կանգնի, թե պետք է գնա։ Հետևաբար իրենք նաև իրենց տնտեսական շահադրթումից ելնելով կբացատրեն, կաշխատեն Թուրքիայի հետ։ Թուրքիան էլ պայման ունի, Հայաստանն էլ պետք է խաղաղվի, Հայաստանն էլ պետք է չափավորվի, Հայաստանն էլ դիսկուրսը պետք է չափ։ Մենք էլ պետք է շատ բաներ փոխենք, հասկանանք, որտեվ նայեք, մեր արտաքին քաղաքականության մեջ կա մեր քաշից ծանր դրված հարցեր։ Այս հարցը ճանաչի Վիլսոնը, իրավարարը, Վիլսոնով քշեք Թուրքիայի վրա, քշում ես 90 միլիոնով պետություն է, անընդհատ այս սրանով քշում են այս Թուրքիայի դեմ, բայց Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարգի է բերել, մաքրել է որոշ բաներ եւ տակից մնացել է այն, որ Հայաստանին տալիս է կյանք եւ ապագա եւ Թուրքիայի հետ հարաբերությունների մինիմում։ Եվ այո, Թուրքիային էլ է ձեռնտու է իր կապվելու իրենց երազների հետ Ես վստահ եմ, որ իրենց երազը թույլ չեն տալու, իհարկե իրենք կուզենան, այդ մեծ թուրան, չգիտեմ, այս 200 տարի հայությունը, դա հնարավոր բան չի, դա թույլ չեն տալու ոչ մեկի, որովհետև եթե դա տեղի ունեցավ, Թուրքիան դառնալու է անվերահսկելի պետություն, բացառվում է իրեն դա թույլ տան։ Օրինակ ինչու ցեղասպանությունը Բայդենը ճանաչեց։ Ինչու։ Որովհետև բաներ Վիլսոնի գիրքը կարդացել էր, մի հոգի Վիլսոնի մասին հուշեր էր գրել, կարդացել, զարմացել էր, չէ։ Որովհետև մեր համար ոչ, որովհետև հասկացան, որ այստեղ գործարք կա։ Սա դառնում է գիգանտ, եթե հանկարծ միջանցքը վերցի։ Հենց այդ բան չափավորեցին, ճանաչեցին ցեղասպանությունը։ Այսինքն դրա համար գիտեք ոնց է, իմպուլսները ավելի դրական են, որ դա հնարավոր է, քան հակառակը։ Դապես ինչ ասեմ, աշխատանք է, պետք է գնալ։ Օրիենտացիոն քաղաքականությամբ կարծում եմ հնարավոր չի, ինչպես մեր գործընկերն էր ասում, մեկին հակադրվեմ, մեկի միջոցով քշեմ Թուրքիայի դեմ։ Դա մի քիչ դժվար է։ Իսկ բալանսի քաղաքականությամբ, նաև արտաքին քաղաքականությամբ իրեն հասկանալի լինելով, այստեղ ռուսական զորքը հանելով, ինքնիշխանությունը ուժեղացնելով, դա հնարավոր է։ Շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Հայկ Սուքասյանն էր, մեր զրուցակիցը զրուցվարում էր Գայանե Արաքելյանը, բարին ընձեզ։